Հարգելի հեռուստատողներ, հեռանկարի հյուրն այսօր Շիրակի մարզպետ Դավիթ Հարուշանյանը։ Բարև ձեզ, պարոն Հարուշանյան, շնորհակալ ենք մեզ հյուրընկալվելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ։ Փորձենք ամփոփել 2025 թվականը, որը նաև ձեր այսպես գործունեության մեկ տարին էր համընկավ այդ 25 թվականը ձեր գործունեության մեկ տարվա հետ։ Որն էր ամենամեծ ձեռքբերումը եւ ամենամեծ բաց թողումը կամ ամենամեծ ձախողումը։ Ամենամեծ ձեռքբերումը ոչ միայն Շիրակի մարզի համար, նաեւ Հայաստանի Հանրապետության համար խաղաղությունն էր, ու ամենասպասված ու կարևոր ձեռքբերումն էր մեր սպասված մեր բնակիչների կողմից, այդ թվում նաեւ Շիրակի մարզի բնակիչների կողմից, բայց մարզի առումով ձեռքբերումներ շատ ենք ունեցել, բայց այդ ձեռքբերումները մեր հիմնական աշխատանքի բնույթն է եղել, քաղաքաշինության ոլորտի ձեռքբերումներն են, իմ համար ամենահաջողված օրերը եղել են այն օրերը, երբ որ ես մարզային գյուղերով եմ այցելություններ ունեցել ու շփվել եմ մեր բնակիչների հետ, ծանոթացել առօրյա խնդիրներին, այդ օրերը իմ համար ամենալավագույն հաջողված օրերն են ու նաև հաջողված օրեր կարող եմ համարել, երբ որ մենք մարզում նոր մանկապարտեզի բացման ենք մասնակցում կամ նոր դպրոցի բացման ենք մասնակցում։ Ձախողումների մասով կարող եմ ասել երևի այն բոլոր աշխատանքները, որոնք միջև չեն կատարել ու նաև այն բոլոր սպասումները, որոնք քաղաքացիները ունեին մեզանից, որ մենք պիտի կարճաժամկետ լուծումներ տայինք ու չեն կարողացել տանք այդ խնդիրներին լուծումներ։ Հասցրել եք բոլոր Շիրակի մարզի գյուղերում լինել։ Շիրակի մարզն ունի 3 քաղաք, 127 գյուղ, այս կարճ ժամանակահատվածում 70-ից ավել բնակավայրերում եղել եմ։ Բնակավայրեր կան, որ մի քանի անգամ եմ եղել, իհարկե ոչ քաղաքների մասին, գյուղական վայրեր կան, որ մի քանի անգամ եմ եղել եւ նույնիսկ ամենահեռավոր Համասյայի գյուղերից, որտեղ 30-40 բնակիչներ ունեն, այդ գյուղերն եմ այցելել, առաջնային այդ գյուղերն եմ այցելել, շփվել ենք քաղաքացիների հետ, իրանց խնդիրներին ծանոթացել, բայց ամենատպավորիչը իմ համար այն եղել, որ նույնիսկ ամենահեռավոր գյուղերում գործ կա արված եւ լուսավորության համակարգ նոր լույսերով կամ ագումբ կամ ճանապարհ կամ ջրահեռացում, այսինքն չի եղել մեր 127 գյուղերում չկա մի բնակավայր, որտեղ կառավարությունը կամ համայն կառավարության համագործակցությամբ որևէ գործ արված չի, իհարկե դա խնդիրների շատ քիչ մասն է լուծել, բայց ամեն դեպքում շատ ուրախալի է, որ մենք կարողացել ենք նույնիսկ ամենահեռավոր գյուղեր հասնել եւ այդ մարդկանց կոնե փոքր կարիքները հոգալ։ Եղել են խնդիրներ, որոնց հենց տեղում հենց այդ այցի ընթացքում կամ առաջիկա հաջորդող օրերին լուծում է տրվել։ Բնականաբար, ասում խնդիրների մի քանի տեսակներ կային, այսինքն կային խնդիրներ, որոնք ոչ թե խնդիր էին, այլ ինֆորմացիայի պակաս էր, որ մեր բաժնի տարբեր վարչությունների աշխատակիցներ հենց տեղում պարզաբանել են, թե իրականում օրենքը ինչ ձևով է գործում կամ իրականով ինչ աջակցման ծրագիր կա, ինչ պետք է անեն, որ կարողանան օգտվել այդ ամեն ինչից, այդ ձևով խնդիրների լուծումը հենց ճիշտ ինֆորմացիա փոխանցելով խնդրի լուծում է տրվել։ Կային խնդիրներ, որոնք կարճաժամկետ էին եւ շատ արագ հնարավոր եղել լուծում տալ եւ կային խնդիրներ, որոնք որպես այդպիսին երկարաժամկետ լուծումներ են պահանջում։ Մենք ամբողջ ընթացքում, երբ որ ամեն օր 6-ից 7 գյուղ այցելում ենք, մարդկանց հետ շփվում ենք, իմ օգնականները գրանցում են բոլոր հարցերը, որոնք գյուղացիները տալիս են, ընդհուպ մինչև որ մեր գյուղի ջահել տղաները պսակված չեն, մինչև ավելի բարդ հարցերի։ Հետո մարզպետարանում արդեն խորհրդակցության ժամանակ բոլոր այդ հարցերը գյուղ առ գյուղ այդ հարցերի վրայով անցնում ենք։ Կան խնդիրներ, որոնք ներկայացման կարիք ունի կառավարության, մենք կառավար թիմում ենք ուղարկում, կան որ մեր ներքին կարգով կարողանում ենք վիոլաչերի հետ կապված, Գազպրոմի հետ կապված, հեծի հետ կապված կամ այլ փոքր բան կրեդեր բդի մեր բարբարով ասում կրեդեր բդի անում են այդ ամեն ինչը, բայց իմ այցերի նպատակը հիմնականում այն է, որ երբ որ դու քո սենյակի մեջ նստած ես հարմարավետ ու բացատրում են քեզ, որ գիտես այս ճանապարհը կարևորություն ունի կառուցելու, դու չես պատկերացնում այդ ճանապարհի կարևորությունը։ Դու պետք է գնաս այցելես գյուղեր, քո կոշիկներն էլ ցեխոդի գյուղի բնակչի կոշիկների պես, որ հասկանաս, թե ինչքան կարևոր է այդ ճանապարհը սարքելը։ Դպրոցների հետ կապված վերամիավորման խնդիրները կար, եւ որ աչքով դες տեսնում, որ ինչքան ուզում է բացատրեն, որ 20 կիլոմետրը խնդիր է, երբ որ դու անձամբ ես տեսնում այդ 20 կիլոմետրը, տեսնում ես
այն շենքը, որը կա դպրոցի, արդեն հասկանում ես, որ մաշկիդ վրա ես զգում խնդիրները, ավելի հեշտ է պատկերացնել լուծումներ տալը։ 2025 թվականի ավարտին, դեկտեմբերի վերջերին, հերթական անգամ լուր տարածվեց, թե Շիրակի մարզպետը ազատվում է աշխատանքից, սա իդեպ միայն ձեզ չի վերաբերում, տարբեր պաշտոնյաների մասին, տարբեր ժամանակաշրջաններում լսել ենք, որ հեռացվել է, բայց մարդիկ մինչև հիմա աշխատում են։ Ի վերջո պարզվեց, ինչի հետ էր կապված այդ հերթական աղմուկը եւ արդյոք այդ աղմուկը արդեն չկա, հաղթահարվել է։ Աղմուկը բնականաբար չկա, ես շարունակում եմ պաշտոնավարել, հբարտությամբ եմ կառավարում հայրենի մարզը ու յուրաքանչյուր պահ, երբ որ ես դուրս եմ գալու իմ աշխատանքից, մինչև վերջի րոպեն ես աշխատելու եմ հանուն մարզի բնակիչների, բայց բնականաբար չկա այդ ամեն ինչը, ուղղակի ես ասել էի մեր լրագրողներին, եղել էր փակ քննարկում, այդ քննարկումից որոշում որևիցե չկար, ուղղակի քննարկում էր եղել ու այդ քննարկման արդյունքում որոշ արկածախնդիրներ փորձել էին տարածել այն լուրերը, որ մարզպետը այլևս չի աշխատում, բայց ժամանակները տեսնում եք, որ աշխատում եմ ու ժամանակները ցույց են տալիս, որ այդ նման խոսակցությունները իրականության հետ հեշտ կապ չունեն, բայց ամեն դեպքում մի օր եկել եմ, մի օր էլ գնալու եմ, որովհետեւ այդպիսի խնդիր չեմ տեսնում այդտեղ, այստեղ միակ խնդիրը այն է, որ ամեն վերջի, նույնիսկ այն ամենավերջի պահը կարողանաս դու ինչի համար որ նշանակված ես աշխատես իշա ժողովրդի։ Ամեն դեպքում կարծում եմ բարդ մարզ է ձեզ բաժին հասել, որպես բարդ ժամանակներ, բարդ մարզ, մշտապես այդ հետերկրաշարժան տարիներին Շիրակի մարզը սոցիալական խնդիրների առումով ամենաբարդն է համարվել, ամենախոցելին, դրան գումարած հիմա նաև քաղաքային իշխանությունների հետ որոշակի հակասություններ, առճակատումներ եւ կարծում եմ բարար թող կար, հա, այդ լուրը տարածելու։ Ամեն դեպքում, քանի որ քաղաքային իշխանությունների թեման նորից քննարկեցինք, ես հիշում եմ մեր նախորդ զրույցը մոտ 4-5 ամիս առաջ, ասում եք, որ որոշակի բարդություններ կան աշխատանքները ճիշտ կազմակերպելու, նաև փոստներից մեկը, որպես օրինակ բերեցիք, թե մի կողմից կարծես քաղաքային իշխանությունները մի գործ են անում, մյուս կողմից մարզային իշխանությունները մի գործ են անում, բայց որոնց տրամաբանությունը հակասում է մեկը մյուսին։ Այդ ուղղությամբ ինչ որ ավելի այսպես կառուցողական մթնոլորտ ձևավորվել է մարզպետարանի եւ Գյումրիի քաղաքապետարանի միջև։ Սկզբի ժամանակներում այո, իրականում խնդիրները շատ են, որովհետև այդ նույն թղթաբանությունն էլ հենց իրավական մասով գործառույթները, թղթաշրջանառությունը խնդիրներ էր մի պահ առաջացնում, բայց հիմի օրենքի սահմանված կարգով մարզպետարանը աշխատում է Գյումրու քաղաքապետարանի հետ, ոնց որ մյուս մեր 5 համայնքների հետ, ամբողջ իրավական դաշտում մեր լիազորությունների սահմաններում դժգոհություն արդյոք ունենք Գյումրու քաղաքապետարանից, բնականաբար ունենք, որովհետև այն վիճակը, ինչ որ հիմի Գյումրիում է, բոլորիս համար էլ այդքան էլ ցանկալի տարբերակ չէ, գյումրեցիներիս նկատի ունեմ։ Նկատի ունեք նաև այն հանգամանքը, որ քաղաքապետը չնայած որ չի ներկայացնում իշխող կուսակցությունը, անազատության մեջ է, որոշակի առումով նաև այս տեսանկյունից է բարդ դառնում աշխատանքը, թե քաղաքապետարանում, թե մարզպետարանի հետ։ Մենք որպես կառավարության ներկայացուցիչ, մարզպետարանը որպես շատ հարցերում լիազոր մարմին ու նաև ես, որտեղ գրել եմ, որ իմ համար կարևորագույն խնդիրը յուրաքանչյուր բնակչի կյանքի որակի փոփոխությունը, պարզ է, որ այս իրավիճակը ցանկալիների շարքից էր, երբ որ աղբանության խնդիրներ կա Գյումրիում, կա փողոցի մաքրման հետ կապված խնդիրներ, կա շինթույլտվությունների հետ խնդիրներ, այսինքն որպես այդպեսին քաղաքապետարանը բազում խնդիրներ է առաջացնում քաղաքացիների համար, բազում խնդիրներ կան, այդ խնդիրներին բնականաբար լուծում է տալ պետք, դե պարզ է, որպես այդպեսին, երբ որ քաղաքապետը չկա, թեկուզ ժամանակավոր պաշտոնակատարը ինչ կանել աշխատի, ամեն դեպքում քաղաքապետ չլինելու պարագայում պատկերը սա է լինելու, ինչ որ մենք ունենք ու բոլոր տեղերում էլ երևի թե նույն պատկերն է լինելու, բայց այստեղ արդեն պատասխանատվությունը այն բոլոր 4 ուժերինն է, որոնց միջոցով կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Վարդան Ղուկասյանը դարձել է քաղաքապետ, մնացածն արդեն բոլորիս հայտնի է, իրավական գործընթացներ են, որոնք տեղ են ունենում, իհարկե անթույլատրելի
երևույթներ են տեղի ունեցել, ենթադրյալ տեղի ունեցել, ամեն դեպքում անմեղության կախավարկածը եւս հաշվի առնելով, բայց քաղաքի վիճակը այնքան էլ ցանկալի չէ թե գյումրեցիների համար, թե մարզային իշխանությունների համար։ Կարող ենք ասել, ամենայն դեպս մարզային իշխանությունների տեսանկյունից, որ Գյումրի քաղաքապետարանում նորից կառավարման ճգնաժամ է։ Կարելի է ասել, որ կառավարման ճգնաժամ կա, որովհետև էլ եմ ասում, ինչքան է ուզում է լինի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի պարագայում այլ է լինում, ժամանակավոր պաշտոնակատարի պարագայում այլ, ամեն դեպքում մենք էլ որ չասենք, այդ ճգնաժամը երևում է ու քաղաքացիները ճգնաժամը տեսնում են։ Մենք որպես մարզպետարան մեր լիազորության սահմաններում ինչքան հնարավորություն օրենքը թույլ է տալիս, մենք փորձում ենք միջամտել քաղաքի տարբեր գործընթացներում, որ այդ ամեն ինչ ավելի հեշտ ստացվի, ավելի լավ ստացվի, որովհետև այդ ամեն ինչից միայն տուժում են քաղաքացիները եւ շահում են քաղաքացիները։ Մեր համար կարևորագույն կետը հենց քաղաքացիների շահն է, ու ինչքան էլ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չլինի քաղաքում իշխող ուժ, ամեն դեպքում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է մարզում իշխող ուժը եւ փորձում է ամեն ինչ անել, որ քաղաքի բնակիչների կյանքի որակի փոփոխություն լինի։ Այդ քաղաքացիներից մոտ 500 ընտանիք դեռ տնակներում են ապրում, սա երևի թե պետք է փաստենք, որ Գյումրի ամենատխուր եւ ամենածանր խնդիրներից մեկն է։ Ես հիշում եմ մեր նախորդ զրույցից, որ նշում եք, որ տնակների թիվը 5 անգամ ավելին է։ 500 անօթևան ընտանիք կա կամ մոտ 500, ես թիվը հստակ չեմ հիշում, 400 քանից, հա, եւ 2500 տնակ եւ կողմնորոշման նաեւ հարց կա, թե ավելի նպատակահարմար է բնակարանաշինական ծրագիրը, թե ավելի նպատակահարմար է բնակարանների գնման վկայագիր ծրագիրը։ Հիմա որոշակի կողմնորոշում կա։ Տեսեք, երկու տարբերակներն էլ ընդունելի են, թե բնակարանաշինությունը, թե ՊԳՎ-ն, երկու տարբերակներով էլ առաջ են շարժվում, օրինակ համայնքական հիմնադրամի միջոցներով նոր շենքեր են կառուցվելու, արդեն քաղաքապետարանի այդ հողհատկացման հարցերը լուծվել են, հիմի ընթացիկ աշխատանքներն են տարվում այդ շենքերը կառուցելու համար, բայց միևնույն ժամանակ նաև ՊԳՎ-ով, ՊԳՎ-ի ծրագրերով են բգայականներ բաժանվում, անցյալ տարի 2025 թվականին իհարկե թիվը շատ քիչ է 7 ՊԳՎ ենք տվել, մարզպետարանը 7 ՊԳՎ է հատկացրել քաղաքացիներին, շատ փոքր թիվ է ընդունում եմ, բայց այդ բնակիչների համար, այդ 7 ընտանիքների համար շատ կարևոր գործ է արվել ու շարունակվում է ոչ թե նույն ինտենսիվությամբ տարին 7 ՊԳՎ-ով, այլ շարունակվելու է այդ ծրագրերը այլ ինտենսիվությամբ, մի քննարկումներ են մեր մոտ գնում մարզպետարանում, կան հստակ հանձնարարականներ, որովհետև մենք որոշում ունենք, որ մինչև 2027 թիվը ներառյալ անօթևանների խնդիրը լուծված է լինելու Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրիում։ Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, չեմ ուզում մանրամասներ ավելի բարձրաձայնել, որ մարդկանց մոտ արդեն աբսուրդ է, 37 տարի մենք նույն բանի մասին ենք խոսում, մի չստացվի, որ 38-րդ տարին էլ նույն բանի մասին ենք խոսում, բայց աշխատանքներ տարվում են ու ինտենսիվ աշխատանքներ են տարվում, որ մենք 2027 թվականին այդ խնդիրը լուծած լինենք։ Իսկ այն տնակները, որոնք 2500-ից ավել են, այդ տնակների մասով այլ որոշումներ են, իմի առաջնային խնդիրը անօթևանության կարգավիճակ ունեցող մարդկանց հարցը լուծելն է, այնտեղ կան մարդիկ, որոնք բարելավման ծրագրից են օգտվելու մի սենյականոցի, այդտեղ այլ մոդեցում է ՊԳՎ-ի, որպես այդպիսի բնակարանի քննման վկայական չի, այլ մոդեցում է, իսկ ովքեր 2, 3, 4 սենյակներ են կորցրել, իրենցը հենց ՊԳՎ է լինելու ու բայց 2000-ից ավել տնակները արդեն քաղաքապետարանն հետ պիտի հասկանանք ինչ ձևով ենք լուծում տալիս, որովհետև մեզ շատ տնակներ կան, որոնք ուղղակի մարդիկ չեն ապրում այդ տնակի մեջ, ինչ պատճառներով այդ տնակները պահվում են մի քաղաքում։ Հուսանք, որ 27-ը իրոք նաև գործնականում վերջնաժամկետը կլինի, որովհետև ես պատկերացրեցի, որ եթե 27-ին չլուծվի խնդիրը, 28-ին մենք այսինքն երկրաշարժի հանկարծ 40-րդ տարելից նորից մարդիկ լինեն տնակներում դիմավորենք։ Ի տարբերություն բնակարանային ծրագրի շատ ավելի հաջող է զարգանում դպրոցաշինական ծրագիրը, հատկապես վերջին տարում զգալի տեսանելի արդյունքներ կան։ Ես գիտեմ, որ մեր երևի ձեր շատ սերնդակիցներ դպրոցները սկսել ու ավարտել են տնակներում, իսկ հիմա ինչքան գեղեցիկ
դպրոցներ են կառուցում։ Այս մասով մենք ինչ ունենք 2025 թվականին եւ ինչ ենք նախատեսում 2026 թվականին եւ ինչ ենք նախատեսում հետո, որովհետեւ վարչապետը բազմից ասել է, որ 300 դպրոց կավարտենք, հետո էլի 300 դպրոց կլինի, հետո էլի 300, այդ հետոների պատկերը մեզ համար պարզ է, մեր մարզի համար։ Տեսեք, մենք 2025 թվականին սկսեցինք 28 դպրոցների հիմնանորոգման ծրագիրը եւ դպրոցների մի մասը արդեն երեխեքը տեղափոխվել են այդ նոր դպրոցներում են դասերն անում, մի մասի շինարարական աշխատանքները ավարտվել են, այնտեղ տեխնիկական հարցեր են լուծում, մի մասը դեռ շարունակվում է, ինքնտանուր 7 միլիարդից ավել շինարարության գումարներ, դրան գումարվում է նաև ամբողջությամբ նոր կույք է ձեռք բերվում, այսինքն մենք ուղղակի կոսմետիկ վերանորոգում չենք անում, այդտեղ ամբողջությամբ փոխվում է դպրոցը բագի սպորտ դահլիճով, բագով մինչև տանիք ու ընդհանուր ամեն ինչ դպրոցներում փոխվում է, նաև կույկը լաբորատոր սարքավորումներ, այդ ընդհանուր 28-29 դպրոցի մասին էր խոսքը 7 միլիարդից ավել էր։ Բացի դրանից մենք 14 դպրոցներ, 0-ից կառուցող դպրոցներ ունենք, որի մի հատ Ազատան համայնքում բացեցինք, մնացածները շարունակվում են, իրենք 0-ից կառուցող դպրոցներ են, կան որ 26-ին են ավարտվելու, կան որ 27-ին են ավարտվելու։ Հոշակ ճիշտ եք, երբ որ մեր կառավարությունը որոշում ընդունեց 300 դպրոցին գարու մանկապարտեզ, մեզ թվում էր, թե դրանով կարողանալու ենք խնդիրը ամբողջությամբ փակենք, բայց ինչ որ մի կետից հասկացանք, որ դպրոցաշինությամբ ու մանկապարտեզաշինությամբ երևի թե սովետական միությունից հետո որպես այդպեսի չեն զբաղվել ու հասկացանք, որ հաջորդ 300-ն ու 500-ն է գալու եւ այդպես շարունակ մինչեւ ամբողջությամբ վերջացնենք, որտեղ մեր երեխեքը լավագույնին են արժան ու այն դպրոցները, որոնք նախկինում եղել են ու հիմի մեր երեխեքը այդ դպրոցներն են գնում, թե սպորտային դահլիճները, թե սպորտային կույկերը, թե համերգային դահլիճները, լաբորատորիաները, համակարգչարանը հենց այն է, որ դպրոցներից դուրս եկած սերունդը կառուցելու է վաղվա լուսավոր ապագան Հայաստանի Հանրապետությունը անկախ ու ինքնիշխան, այլ տարբերակ չի կարող լինել, որ այդ դպրոցներում սովորող երեխաները վատ Հայաստան ունենան։ Եվ լավ կլիներ, որ լավ դպրոցներ երեխաները նաև լավ ճանապարհներով հասնեին Գյումրի ցավոտ խնդիրներից մեկը։ Ես ուզում եմ հստակ, եթե թիվ կա կոնկրետ թվային արտահայտություն 2026-ին, կոնկրետ Գյումրիում ինչքան փողոց է բարեկարգվելու, վերանորոգվելու։ Ճանապարհների հետ կապված ասեմ, հստակ հանձնարարական կա կառավարության կողմից, որ բոլոր այն դպրոցները, որոնք միավորվում են ու տարբեր գյուղերից գնալու են օրինակ Արեգնադեմի դպրոց, այդ գյուղերից դեպի դպրոց տանող ճանապարհները ամբողջությամբ ասֆալտապատ է լինելու, եթե ասֆալտապատ չի լինելու, ամբողջությամբ նոր ճանապարհ չի լինելու, ուրեմն դպրոցները չեն միավորվելու։ Հիմա մենք մարզպետարանը 3 Արեգնադեմի հետ կապված 3 գյուղի ճանապարհների մրցույթ է հայտարարել, որ այդ դպրոցներ տանող ճանապարհները ամբողջությամբ հիմնանորոգվեն, այսինքն չի լինում դպրոցը կառուցել ու ճանապարհները չկառուցել։ Գյուղի մեջ եղած դպրոցներում սուբվենցիոն ծրագրերով համայնքապետերը գիտեն, որ որտեղ նոր դպրոց է կառուցվում, այդ դպրոցի դիմացի փողոցը սուբվենցիոն ծրագրերով ասֆալտապատման տակ են մտցնելու։ Նույնը Գյումրիում են դպրոցները, որոնք մանկապարտեզները կան, փորձում են ավականիները, համայնքապետերը այդ դպրոցի հարակից տարածքները սուբվենցիոն ծրագրերով կառուցել։ 2026 թվականին Գյումրին ինչ փողոցաշինություն է ունենալու, չեմ կարող ասել, որովհետև քաղաքապետարանը պիտի ներկայացնի սուբվենցիոն ծրագրերի հայտը, ավականին պիտի հաստատի, թե որ փողոցների, կոնկրետ որ փողոցների, կարող եմ ասել, որ 24 թվականից դեռ կար 20 փողոցի, 20 թե 22 փողոցի շինարարության, այդ հասցրել էին, շինարարության մեծ մասն արդեն ավարտված է, բայց նաև կար 18 ընդհանուր սուբվենցիոն ծրագրեր ինքը, բայց նաև կար 18 փողոցի փաթեթ, որը չեն հասցրել կառավարություն ու սուբվենցիոն ծրագրերի այդ հայտը չէր հաստատվել։ Հիմա չգիտեմ քաղաքապետարանը ինչ կորոշի տեղափոխի այդ 18-ը 26 թվական, թե նոր սուբվենցիոն ծրագրեր կտանի։ Հասկանալի է։ Պարոն Արուշանյան, մենք ավարտում ենք եւս երկու կարճ հարց, իսկ Արթուր Ալեքսանյանի մարզադպրոց եւ Կապսի ջրամբար այս տարի շարունակվելու են, նկատի ունեմ շինարարությունը, որովհետեւ խոշորագույն ծրագրերից էին, որոնք դադարեցվեցին։ Արթուր Ալեքսանյանի դպրոցը Արտիգի դպրոց, մանկապարտեզ եւ
էլի մի հատ դպրոց, շինարարի հետ կապված լուրջ խնդիր էր առաջացել, շինարարը բարդավորություններն ուներ, հետո շինարարական կամպանիան խնդիր առաջացավ ու նույնը կապսի չէր ամբար հետ էլ միջազգային գործընկերների հետ էին, բայց շատ ավելի հեշտ է 0-ից կառուցել այդ ամեն ինչը, քան կիսատ կառուցածի վրա շինարար փոխելը։ Հիմի մեզ հաջողվել է Արտիգի դպրոցի մանկապարտեզի շինարար փոխելը, Ազատանինը փոխեցինք, ավարտեցինք, Արտիգի մանկապարտեզն ու դպրոցը սկսել են շինարարական աշխատանքները, նաև Պերտաշենի դպրոցը էլի նույն պատմությունն էր, սկսել են շինարարական աշխատանքները, Արթուր Ալեքսանյանը մի քիչ ծավալները շատ մեծ է, ուղղությամբ աշխատանքները տարում է, հուսանք 26 թվականին արդեն նոր շինարարով կսկսենք շինարարություն անելը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Համար այսքան արգել է հեռուստատոներ, մեր հյուրն էր Շիրակի մարզպետ Դավիթ Արուժանյանը։